Արդեն 4 անգամ ես եկել եմ, իրավաբանի մոտ գնացի, Արմենիի մոտ գնացի, հետո այս կողմից երկրորդ հարկի тоже Արմենի կա իրավաբանի։ Սաղ տեղ գնացի, ոչ մի բան օգնություն չկա։ Քաղաքապետարանի մի քանի սենյակներով հերթական պտույտից հետո անտուն մնացած 65-ամյակինը կոնկրետ պատասխան էլի չստացավ։ Բանավոր խոսքի սովոր բաժինների պաշտոնյաները հարմար բնակարան են փնտրում։ Բանկում գրավադրած բնակարանը տիկին Ֆաթիմայինը չէ, քնելու լուսացնելու տեղն ու տարածքը 5-րդ հարկի իր ապրած բնակարանի մութ ու ցուրտ միջանցքն է։ Արդեն 2 շաբաթ է 65-ամյակինն այստեղ է ապրում։ Միջով հիմի հարց չի լուծե, էլի ես նույն պատիեզդի մնացի, ես այսօր գիշերը մրսել եմ։ 2 շաբաթում քաղաքապետարանի տասնյակ դռներով է անցել։ Մի կաբինետից մյուսն ուղարկելու ճամփեքն անցնելու արդյունքում դրական պատասխանը եղել է այն, որ բնակֆոնդում եղած մի բնակարան իր համար կգտնվի, բայց միևնույն ժամանակ իրեն են հանձնարարել տուն գտնել։ Պարոն Պաբիգյանը զանգել է, պարոն Պաբիգյան, դուք սերի ուշպատորը կուկակ, հարցը լուծեք, ման կուկակ, ոչ ում պատկանում շենքս, ես ինչ գիտեմ ում պատկանում, գիտեմ ես քաղաքապետարանում, դուք բդի հարցը լուծեք, դուք գնաք բդի կամպյուտերով, թուղթով, ով սիպականաշնորած է տունը, ով ունի, ով դարդագ է տունի։ Շենքի մուտքն ամբողջությամբ տան կույքն է զբաղեցրել, պարկերով շարված իրերը փակել են հարևանների ելումուտը։ Նեղվում է, որ նեղություն է տալիս հարևաններին, բայց եւ չի ուզում լավ ու վատ լինել։ Վերջը 20 տարի հարևանություն են արել։ Պատիեզդի մեջ ես չեմ զբադը լավ եռնիմ հարևանները։ Абսոլютно ես հավաս չունեմ բաները այդ կրվելու։ Քաղաքի բնակֆոնդում տներ կան, տիկին Ֆաթիմային էլի առաջարկել են բուլվարային թաղամասի բարձրահարկ շենքերից տուն։ 2 հասցեով էլ գնացել է, 2 բնակարաններն էլ ասում է չեն ունեցել դուռ, լուսամուտ լցված են եղել աղբով։ Լքված բնակարանները արդյոք տերեր ունեն, սա էլ քաղաքապետարանը դեռ չի պարզել։ Մարինե Տերբենյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։